դաշտության միստերում էր, Նիկոլ Փաշինյանը նույն լեքսիկոնով, նույն սպառնալից տոներով, դիմակիցների աննեղության վարկածը շատ ժամանակ նաև խախտելով եւ երեք նաև հայտարարվեց, որ օրինակ որ գյուղ գնում են, ասում են ինչի է ինչ մարդը նստած չի, ինչի է ինչ մարդը նստած չի, օրինակ այդ մարդկանց անուններում լինում են ԿՊԱ-ականներ, որոնց անունները եւ սպառվում են կոռուպցիայով եւ ընդհանուր առմամբ ինչ գնահատական կտակ 3 խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, այդ դիմադիրներին ԱԱՑ պատվարները լցնելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը երբեք չի խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը եւ բազմաթիվ անգամ դուք խանգարում եք, հիմա ելույթ եք ունենում, թե հարց եք տվել, որպեսզի ակնկալեք պատասխան։ Երբեք չի այդ կանոնը խախտել եւ այսօր էլ մի ելույթում տողատակով այսպես դրա մասին մի քանի անգամ նշեց, իսկ ինչ վերաբերվում է նրան, որ գյուղ գնում ենք, այդ են ասում, հիմա լավ է վատ է չգիտեմ, բայց դա փաստ է, որ գյուղ գնում ենք, մարդիկ առաջին հերթին ոչ թե ասում են այս ճանապարհը սարքեք, այս ջրագիծը սարքեք, դպրոցը վերանորոգեք կամ այս արեք կամ այն արեք, ասում են ինչի այդ մարդիկ մինչև հիմա կալանավորված չեն։ Հիմա այդ հարց կարծում ինչ պետք է ուղղեք։ Բայց կա որ գնում ես մարդիկ ասում են այս իշխանությունը օր առաջ պետք է հեռանա։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարություն է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ի տարբերություն նախորդ բռնապետական ժամանակաշրջանի եւ ռեժիմների հիմա ազատորեն կարող են խոսել այն ինչ ուզում են եւ ազատորեն արտահայտել իրենց կամքը ընտրություններում այնպես ինչպես ուզում են եւ սա փաստ է եւ ես հպարտանում եմ երբ որ մեր քաղաքացիները նաեւ այդպես են խոսում։ Այդ խոսքի ազատությունից օգտվել է Նիկոլ Փաշինյանը դիմադիրներին անվանում համբալ եւ ձեր նիստերին ունեք դեպս դες համբալ ասած։ Ուրեմն ես կոչ եմ անում դες կոռեկտ ուղղակի պահեք, ուրեմն չէ, ձեզ կարգին պահեք ու կոռեկտ պահեք, սա այո դուք էթիկայի բոլոր կանոնները դուք խախտում եք, ես ասում եմ ձեզ պահեք կոռեկտ ու կարգին։ Դե ուրեմն ձեր հարցերին չեմ պատասխանում, որովհետև դուք ոչ շնորհք ունեք, ոչ կոռեկտ եք ձեզ պահում, ոչ էլ կարգին։ Այլ հարցեր կան։ Շնորհակալություն։ Նիկոլ Փաշինյանի շնորհքավորվածքը շնորհքի շրջանակներում է ձեզ Ուրեմն Հանրապետության վարչապետի արձագանքը շատ ադեկվատ էր այդ իրավիճակի եւ դրա հետ կապված ավել մեկնաբանություններ չունեմ։ Իմ գնահատականը դա է։ Այլ հարցեր ունեք։ Հեղափոխական գաղափարի շրջանակում է, որ ամեն մի ժողովրդի կողմից գողության եւ ավազակության մեջ մեղադրվող չկարողանա ժողովրդի իշխանության ասի ինչ որ մտքով անցնում է ու դրա եթե ասում էլա պիտի դա պատասխանը ստանա։ Պարզա դա։ Վրաստանի փոխվարչապետի հետ վերջո հանդիպեցիք թե ոչ եւ ինչպես է դերնատարների հարցը, որոնք Ռուսաստանը ապրանք են դառնում եւ դա Վրաստանում չի լացվում, բայց այնտեղ ստուգումներ է անցնում, այդ հարցը ինչպես է Դուք եթե հետևել եք մամուլին, եղել է ոչ միայն հանդիպում, այլ նաև եղել է բիզնես ֆորում, ես իհարկե հասկանում եմ, որ ձեզ ինչ-որ մանր-մուներ սկանդալային բաներ երևի ավելի շատ է հետաքրքրում, քան օրինակ երկու բարեկամ եւ հարևան երկրների մի քանի 100-300 գործարանների միջև B2B հանդիպումները, բիզնես ֆորումները, երկու բարեկամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները, դրանց շրջանակում որոշումներ եւ ես ուզում եմ նշել, որ մենք բավականին արդյունավետ հանդիպում ենք ունեցել եւ հանդիպման ընթացքում քննարկել ենք տարբեր ապրանքների անխոչնդոտ անցման հնարավորությունները եւ ուզում եմ ուրախությամբ նշեմ, որ այս պայդրությամբ գոնե վերջին զեկուցումով մի շարք ապրանքների հետ կապված որ կային խնդիրներ, մասնավորապես ալյումինի փայլաթիթեղի, տեքստիլ արտադրանքի եւ ծաղիկների դեպքում այդ հարցերը լուծված են, շատ մասնակի լուծված են նաեւ կոնյակի սպիրտի
հետ կապված հարցերը, բայց դրանք ամբողջական դեռևս չեն լուծված, շարունակվում են քննարկումները մեր գործարար համայնքի Վրաստանի գործընկերների հետ, որպեսզի հասնենք լուծման։ Իսկ դուք վրացի գործընկերներ չուշտեք, ինչու է այդպես խնդիր առաջացել, որտեղ նախկինում չկար այդպես։ Բոլոր հարցերն էլ ճշգրտել ենք եւ աշխատանքային քննարկման մանրամասները նպատակահարմար չէ, որպեսզի ես այստեղ ես նշում եմ, որ քանի որ մենք ունենք աշխատանքային քննարկում եւ աշխատանքային քննարկման մանրամասները առանց վերջնական արդյունքների հրապարակման չեմ կարող այստեղ հրապարակել։ Գործարանները շատ լավ տեղեկացած են բոլոր գործընթացներին եւ գործարանների հետ մենք շատ սերտ կապի մեջ ենք եւ ցավոք սրտի թե բարեբախտաբար չեմ կարող ասել, բայց գործարանները ձեր միջոցով տեղեկանալու կարիք չունեն, որովհետեւ իրենք ամեն ինչի մեջ ներգրաված են, Ներողություն, ես ճշգրտեմ, իրենք մեր միջոցով տեղեկանում Դուք մինչև խնդիրը բարձրաձայնում եք, մենք այդ խնդիրների մի մասը կամ լուծած ենք լինում, կամ լուծման կեսն է լինում։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մեր բլոկում ձեր բարձրացած խնդիրները զուտ ապահովում են հրապարակայնություն եւ ոչ մի բան ավել, որովհետեւ դուք մինչև բարձրաձայնում եք, մենք արդեն այդ աշխատանքի լուծման մեջ մինչև վերջ թաթախված ենք եղել։ Աշխարհի բոլոր հարցերը հնարավոր չէ լուծել, բայց մենք մի շարք հարցեր լուծում ենք, մի շարք հարցեր փորձում ենք լուծել, այնպես չի որ ով է ասել, որ մենք բոլոր հարցերը կարողանում ենք լուծել։ Կան որոշակի քանակ, որոնք որ հանդիպման արդյունքում բաց է թողնվել եւ կա քանակ, որը դեռ այնտեղ կանգնած է։ Հեղափոխական արժեքներից, ազատ խոսքից եւ այսօր 7 տարի առաջ այսօր Նիկոլ Փաշինյանը, քանի որ ընտրվեց վարչապետ, այդ ժողովրդավարության եւ հեղափոխական արժեքների դիմիթում է գտնվում մարդ ծեծելը, ներողություն խնդրելը եւ շարունակել պաշտոնավարելը։ Օրինակ, իսկ ով է ծեծել։ Իսկ ով է Նորքի թաղապետը։ Ով է Նորքի թաղապետը։ Ձեր կոալիցիոն գործընկերը։ Քաղաքապետարան Երևանի ավականների Շատ լավ, այդ շատ կարևոր է, որպեսզի արձագանքենք, որ մեր կոալիցիոն գործընկեր է, սա մեկ։ Երկրորդը մենք դատապարտել ենք դա, մեզ համար դա ընդունելի վարքագիծ եւ կանոն չէ։ Մենք չենք կարող այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ, մեկ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ քաղաքական պատժի ներկայացնել բացառությամբ դրան տալը քաղաքական գնահատական։ Սա մեկ, ինչ վերաբերում է իրավական գնահատական միանշանակ կտրվի այդ ամեն ինչին, քաղաքական գնահատականը մենք տվել ենք արդեն եւ դա մեզ համար ընդունելի չէ եւ դատապարտելի է եւ քաղաքական գնահատականի շարունակող գործողություն կարող է լինել եւ կլիներ եթե այդ մասը լիներ օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, բայց մենք Նիկոլ Փաշինյանը կանգնեցին փաստի առաջ այն մասով օրինակ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դրսևորել էր հանրային պաշտոնյային ոչ պատշաճ վարքագիծ, մանդատը հայտարարեց Փարակար խոշորացված համայնքի նախկին ղեկավարով քրեական գործի շրջանակներում էր, ներգրաված հրաժարական տվեց, որպեսզի միջամտություն չդիտարկվի։ Առավել եւս այդքանից հետո այդ հարցը ինչ եք տալիս ինձ։ Ասում եմ ինչ եմ տալիս, որովհետեւ կանգնեցել են փաստի առաջ մարդը, ով ծեծել է քաղաքացուն, ընդ որում ուղիղ եթերով եւ անցնում է գործով, քրեական գործով, անցնում է ամենը ֆիզիկական ներգործություն կատարելու հոդվածով, շարունակում է պաշտոնավարել։ Այդ ամենը ասել է, որ սադրանք է եղել, սադրանքի պետք է չտրվել։ Հարգելի գործընկերներ, 3 վարչապետը առավել քան մանրամասն եւ հստակ դրա մասին նշեց։ Հիմա ես ինչ եք տալիս մի հարց, որի լավագույն պատասխանը կարող է լինել երեկվա վարչապետի պատասխանը բառ առ բառ կրկնել է։ Չեմ ուզում նույն պատասխանն է։ Նույն պատասխանը։ Ես հիշեցնեմ, որ նույն պատասխանը։ Թիմն է քաղաքապետարանում նշանակել է մարդու։ Ինքն է նշանակել։ Ես ասացի արդեն մեր գնահատականը նշված իրավիճակին հետեւյալ նույնն է, չի փոխվել եւ չի էլ փոխվելու։ Եթե նախկինում այդպեսի դեպք լիներ, դուք հիմա ինչքան ակցիաներ կանեք, ինչպես առավոտից։ Ես կրկնում եմ, մենք նման դեպքերին արձագանքում ենք եւ եթե վերաբերվում է դա մեր կուսակցության անդամներին, արձագանքել ենք, որի մասին 2 դրվագ նշեցիք, բայց ավելի շատ դրվագներ էլ եղել եւ կրկնում եմ նախ նշեմ, որ ցանկացած դրվագ ինքը
բնության մեջ կարող է տեղի ունենալ, բայց քաղաքական ուժերը հենց նաև նրա համար է, որ իրեն եւ քաղաքական գործիչները, որ իրանք եթե անգամ սովորական իրավիճակում նման դրվագ երբ որ անգամ տեղի ունեն, այդ մարդը կրում է քաղաքական ուժը կրում է դրա պատասխանատվությունը։ Չեք կարելի, ինչով եք կարելի, հիմա դուք ինչով եք կարելի։ Պարոն Պապյան, որ օրինակ տեսնեն Տիգրան Մարգարյանի օրինակը, ասեն ծեծեց ներողություն խնդրեց շարունակեց պաշտպանավարել։ Ես կարծում եմ, որ մենք առավել քան բավարար պատասխանել ենք այդ հարցին եւ նույնիսկ կրկնում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար բռնությունը անթույլատրելի է քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար նմանատիպ վարքագիծը անընդունելի է եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քաղաքական պատասխանատվության է ենթարկել իր բոլոր այն անդամներին ովքեր այս կամ այն կերպ նմանատիպ դրվագներում հայտնվել են իրենց կամքից անկախ կամ ոչ անկախ դա անգամ էական չէ սա եք ներողություն դահլիճում հարձակում ընդդիմադիրների վրա ուծեցումը, որտեղ դուք շատ եք։ Եթե բռնությունը անթույլատրել է, այդպիսի դրվագներ կան, չէ՞ որ երբեմն տեսել եք։ Ինչ դրվագների մասին խոսքը։ Իշխան Սաղաթելյանի վրա եք հարձակվել, Հայ Հակոբյանի վրա եք հարձակվել, Գեղամ Մանուկյանի վրա։ Եթե անթույլատրել է, ինչ չեք այդ մարդկանց հետ։ Երեք էլ էր։ Դրա մասով լսել եմ, չեք կարող, չէ՞։ Երբ Լսել եք, չէ՞, 2021 թվականից հետո Վահագն Ալեքսանյանը քացով հարձակում։ Այո, դա դրվագ է եղել, երբ որ դա դրվագ է եղել, որտեղ մի վարքյան դա դրվագ է եղել, որտեղ ամբիոնին կանգնած ազգային ժողովի նախկին падգամավորը վիրավորական արտահայտություններ ինչեցել եւ հարձակվել է, դուրս է եկել իր տեղից, հարձակվել է այլ падգամավորների վրա եւ այդ падգամավորները հույս ունենալով որ այդ падգամավորները չեն պաշտպանվի, բայց այդ падգամավորները պաշտպանվել են, ընդ որում բավականին հաջող հիմա որի արդյունքում հայտնի բոքսյորը ձեր կողմից շատ սիրելի բավականին անցանկալի վիճակում էր հայտնվել։ Սիրելի բոքսյորներ չունեն, բոքսով չեմ հետաքրքրում, չնայած քիքբոքսի գնացել եմ ու կարատեի։ Պարոն Պապյան, բայց Վահագն Ալեքսանյանը չգիտեմ սպորտաձև եւ մասնակցություն տիրապետում գնացել։ Շնորհակալություն։ Երևի թե գյուղատնտեսության մասին էլ հարցեր չկան։